Եվ քանի որ խոսեցինք հոգևորից, առաջարկելու եմ տեղափոխվել Վրաստան, որտեղ մարդկային ոգու իրապես երանելի քայլ է իրականացվել։ Թեմային հետևել է Ռաֆայել Մնացականյանը։ Ռաֆայել, ձեզ եմ փոխանցում խոսքը։ Շնորհակալություն, բարև ձեզ բարեկամներ, ահա խնդրեմ, արդեն տևական ժամանակ է համացանցում տարածվում են այս կադրերը, որոնց նայելիս ոչ միանշանակ զգացմունքներ են առաջանում։ Վրաստանում վեճի ժամանակ մի տղամարդու սպանած երիտասարդի ընտանիքի անդամները, առնվազն 2 տասնյակ հասուն տղամարդիկ ծնկաչող ներողություն են խնդրել սպանվածի ընտանիքի անդամներից։ Ոչ սա ֆիլմ չէ, սա բեմադրություն չէ, սա մերօրյա իրականություն է, որ տեղի է ունեցել վրացական Կազբեկի քաղաքում։ Երիտասարդ մարդասպանի հարազատները ծնկաչող ներողություն են խնդրել սպանված տղամարդու ընտանիքի անդամներից։ Ողբերգությունն էլ տեղի է ունեցել ոչ ավել, ոչ պակաս հենց Սուրբ Զատիկի օրը։ Դանակահարությունից մահացել է 46-ամյա մի տղամարդ։ Ոստիկանությունը ձերբակալել է տեղի բնակիչների, նրանք երկուսն են 27 և 33 տարեկանների, երկուսն էլ նախկինում դատապարտված են եղել։ Գիտեք, ես ամենևին էլ չեմ ցանկանում որևէ իրավական գնահատական տալ կամ դատավարության պրոցեսի մասին խոսել, ոչ։ Ինձ ու վստահ եմ արդեն նաև ձեզ ապշեցրել է հանցագործությունը կատարած մարդկանց հարազատների 20 հասուն տղամարդու այս քայլը։ Սա թերևս այն դեպքերից է, երբ ծնկելը շատ ավելի ուժեղ և տղամարդկային արարք է։ Պատկերացրեք, հանցագործություն գործած երիտասարդի Գերդաստանի 2 տասնյակ տղամարդիկ գալիս են սպանվածի տուն, որտեղ տեղի ունենում հուղարկավորության արարողությունը և ծնկում են։ Նրանք ծնկի են իջնում, գլուխները խոնարհ, չիմանալով ինչ է լինելու հետո, կներեն արդյոք զավակին կորցրած հարազատները, գուցե վրեժ լինի ավելի դաժան սցենարով, ինչ է լինելու հետո։ Հետո եղավ այն, որ ընտանիքի տարեց տղամարդիկ մոտենում են, ձեռք սեղմում ու անգամ գրկախառնվում։ Սա մարդկային բարքի ու վարքի մի բացառիկ օրինակ է, որ գուցե պահպանվել է հին ժողովուրդների մոտ։ Ավելին, ինչպես երևում է ծնկողներին ու ներում հայցողներին, չի էլ հետաքրքրում այն փաստը, որ այս ամենը տեսանկարահանվում է։ Նրանք չեն էլ մտածում այդ մասին, որ այս կադրերը անմահանալու են իրենց հետ միասին, ոչ դա կարևոր չէ, մարդկային վեհ գաղափարներն են կարևոր, մարդկոչումն է կարևոր։ Ու ես ակամայից հիշեցի մեզ մոտ տեղի ունեցող դեպքերը, ամեն քայլին իրար դանակահարողներին, կփաստեք միայն այս թողարկման ընթացքում քանի նմանօրինակ դեպք ենք մենք ասել, էլ Մալիբու այգի, էլ ավտոբուսի վարորդի դեպքը էս վերջերս որ տեղի ունեցավ, էլ 16-ամյա սիրահարների դեպքերը, աղջկա համար մեկնաբանություն գրելը ու այսպես շարունակ, բոլորն էլ դանակահարություններով, շեշտակի հարված հասցնելով մեկը մեկի սրտին։ Ուր ենք մենք գնալու այսպես։ Ինչ խոսք, մենք էլ ենք հին ժողովուրդ, բայց դուք կարող եք նշել գեթ մի դեպք, երբ դանակահարողի գեթ մեկ բարեկամ, ծանոթ, հարևան, որ հրապարակավ զղջանքի խոսք է ասել, ապաշխարել է կամ գթասրտություն է հայցել, որևէ մի կերպ արտահայտվել է։ Ոչ, ավելին, ոստիկանները օր ու գիշեր հսկում են միմյանց տների մոտ, որպեսզի հարազատները չհարձակվեն իրար վրա եւ վրեժխնդիր չլինեն։ Սա էլ մեր հին հայկական վենդետան։ Չէ, ես չեմ հեգնում, ամենևին։ Ես պարզապես արձագանքում եմ պաթոսության այն խեղդող չափաբաժնին, որով այդքան մենք գլուխ ենք գովում։ Պատե անպատեհ գլուխ գովելով, որ առաջին քրիստոնյան ենք, քաղաքակրթության ակունքներում ընկած եւ այսպես շարունակ։ Դե, Սևակի ասած ընկել, բայց երբեք չես ծնկել, բառախաղը գուցե այսօր այդքան էլ տեղին չէ։ Ամեն դեպքում այսքան կյանքեր են կորսվել Երևանի փողոցներում, ինչ-որ վիճաբանությունների մեջ անիմաստ, աջ ու ձախ կյանքեր են կորսվում Վարդագույն քաղաքի այգիներում եւ ընդհանրապես անչափահասների մասնակցությամբ դանակահարությունները կարծես դարձել են ազգային անվտանգության սպառնալիք։ Ու Վրաստանի այս կադրերը դիտելով ես մտածեցի, որ գուցե ամեն ինչ կորսված չէ։ Իդեպ շատ կարևոր մի դիտարկում։ Բացարձակ այս ամենը որևէ ազգության հետ կապ չունի, ժողովրդի հետ կապ չունի, կրոնի հետ կապ չունի, ես ժողովրդի ու ազգի մասին չեմ խոսում։ Սա երևույթի եւ մարդու, որպես բարձրագույն արարած ներկայանալու մասին է, առանց որևէ պիտակի, բայց երբ մենք հաճախ համեմատվում ենք վրացիների հետ այս կամ այն կերպ, լավ կլինի
որպես տարածաշրջանի երկու բնիկ ժողովուրդներ, խոհանոց, երաժշտություն, կենցաղ, մշակույթ կիսելու հետ մեկտեղ, ահա այսպիսի մարդկային դրվագներ էլ կիսենք, հույս ունենալով կանխել հետագա արյունահեղությունները։ Մտածեք այս ուղղությամբ։